Սիրելի հայրենակիցներ, տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել։ ՔՊ-ն իր վարչությունում որոշում է, որն է Հայաստան, որը չէ, որ գյուղերն են հայկական, որ գյուղերը հայկական չեն։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, ովքեր չէ։ Ու եկել են այստեղ Կիկոսի մահ են բեմադրում։ Ինչ Հայաստանի բանակում ծառայության մասին եք խոսում, ինչ այլ պարտականությունից խուսափելու մասին եք խոսում, Հայաստանի քաղաքացիների մասին եք խոսում։ Դուք ուզում եք Հայաստանի քաղաքացիների մի մասին զրկել քվեարկելու իրավունքից։ Այն Հայաստանի քաղաքացին, ով պարտավորություն ունի բանակում ծառայելու, ով հարկ էր վճարում, այն Հայաստանի քաղաքացին, ով այստեղ ունի պարտավորություններ։ Դուք պարտավորությունների ծավալը իր չեք փոխում, բայց իրավունքները սահմանափակում եք։ Այդ ո՞նց եք տենց որոշել։ Ոնց կարող, այսինքն Եվրոպա գնացող իբր ՔՊ-ի մտքով ոնց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հետ է գալիս։ Մեծ Բրիտանիայում ընդհանրապես վերջերս են նման կարգավորում բան արել, չեղարկել։ Շատ մեծ հարց է Ռուսաստանից այստեղ ժամանածները իրականում ում օգտին են քվեարկել։ Շատ մեծ հարց է, բայց դա ոչ ոքի իրավունք չի տալի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները սահմանափակել։ Բայց դուք շատ անկեղծ եք, իսկապես եմ ասում։ Տիմ օրինակը, որ բերում եք, հասավ այնտեղ, որ ՆԳՆ նախարարը բերեց։ Հաջորդ քայլը ո՞րն է, ոչ Հայաստանի քաղաքացիներին եք թողելու քվեարկեն արժանտրություններին։ Դրան եք գնալու, այսինքն Հայաստանի քաղաքացիներին սահմանափակում եք, տիմ օրինակով բերում եք, տիմին նաև կարան ոչ քաղաքացիները մասնակցեն։ Հաջորդ նախաձեռնությունը ձեր է տա լինելու, պարզ հարցի չեք կարողանում պատասխանել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ֆուտբոլիստը, շախմատիստը, ուսանողը, հիվանդը, մարդ, որ առողջական խնդիր ունի, ինչի պիտի չկարողանա մասնակցել ընտրություններին, որովհետև ՔՊ-ն տենց է որոշել։ Ես հորդորում եմ ձեզ ավելի անկեղծ լինել, հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մենակ ՔՊ-ի օգտին կարա քվեարկի, դա ավելի անկեղծ կլիներ։